Ես տպավորություն ունեմ, որ Ռոմեոն այդքան սիրատոչոր նամակներ եւ ուղերձներ չի հղել Ջուլիետային, ինչպես Նիկոլ Փաշինյանը Ալիևին, Ալիևը ցույց տվեց, կներեք, ահա այս ֆիգ նշանը, Նիկոլ Փաշինյանը տարածաշրջանի ամենաուժեղ բանակը սարքել է կրտած բանակ, սարքել է իր կնոջ արտիքցի ընկերուհու կլուբնիկի բիզնեսի բանակ, ու այս մարդիկ հոխանակ հրաժարական տան, գնան խելոք, գլխահակ նստեն հայկական Նյուրնբերգի առաջի շարքում, Գյումրիում կենաց մահու, չգիտեմ, կրիմինալի խայտարակ կիրառմամբ կռիվ են տալիս Վարդան Ղուկասյանի, Մարտուն Գրիգորյանի, Ռուբեն Մխիթարյանի ձայները ավելի քան բավարար են լինելու կոալիցիայով ունենալ Գյումրիում իշխանություն։ Բարև ձեզ, հարգելի հետևորդներ, այսօր Պանորամա հարցազրույցների տաղավարում հյուրընկալել ենք հասարակական քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանին։ Բարև ձեզ, Տիկին Զոհրաբյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը ցնծությամբ արձանագրեցին եւ հայտարարեցին, որ հայ-ադրբեջանական խաղաղության եւ համագործակցության փաստաթուղթը համաձայնեցված է։ Բաքվից նախ հաստատեցին փաստը եւ իրենց գործելավոճին համապատասխան արդեն հաջորդ օրը սկսեցին ապատեղեկատվություն տարածել սահմանին իբր հայկական զինված ուժերի կողմից զինատարտարի խախտման վերաբերյալ։ Ձեր գնահատական այս երևույթ։ Գիտեք, ես տպավորություն ունեմ, որ Ռոմեոն այդքան սիրատոչոր նամակներ եւ ուղերձներ չի հղել Ջուլիետային, ինչպես Նիկոլ Փաշինյանը Ալիևին, որ վարկյանը 1 իր էջում տեղադրում էր, որ համաձայնագիրը պատրաստ է, ես պատրաստ եմ ստորագրել։ Ես հաշվեցի 2 օրվա մեջ 5 հայտարարություն իր կողմից եւ իրենց բոլոր տարբեր կալիբրի չինովնիկները պստլիկից միջինից միջև մեծ ուղղակիորեն ծնկաչոք աղերսում էին Ալիևին ստորագրել համաձայնագիրը, ավելին գործի դրվեց Հայաստանի դիվանագիտական ողջ արսենալը, հայտարարություններ աղերսեցին, պոկեցին տարբեր երկրներից, ովքեր ողջունեցին համաձայնագիրը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև եւ դրանի պատասխան Ալիևը ցույց տվեց, կներեք, ահա այս ֆիգ նշանը առաջադրելով ամեն օր նախապայմանների մի քանի փունջ, նախապայմանների առաջի փունջը, որ անմիջապես Նիկոլ Փաշինյանի առաջի սիրո ուղերձից հետո հայտարարեց Ալիևը, դա սահմանադրության փոփոխությունն էր, որտեղ Ադրբեջանը վտանգ է տեսնում իբր իր տարածքային ամբողջականությանը, Մինսկի խմբի լուծարումն է, դրանից հետո այսօր առավոտյան, որքան նայեցի ադրբեջանական լրատվամիջոցները բազմաթիվ նոր մեծ եւ փոքր նախապայմաններ է առաջ քաշում Ադրբեջանը խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար, բայց ես մշտապես ասել եմ եւ հիմա էլ ասում եմ, չի ստորագրելու Ալիևը խաղաղության որևէ թուղթ, ինչքան էլ Նիկոլ Փաշինյանի երազանքն է պոկել մի թուղթ, որի վրա գրված կլինի խաղաղություն բառը, թե տեքստի տակ մեջ ինչ գրված կլինի, դա բնավ էական չէ, այդ թուղթը Նիկոլին պետք է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին խաղաղություն բառը ուտացնելու համար եւ ասելով, որ խաղաղությունը ես եմ, պատերազմը մնացած բոլորն են, ես էլ ասում եմ, պատերազմը Նիկոլն է, իսկ խաղաղություն կարող է լինել միայն մեկ դեպքում, երբ որ Նիկոլ Փաշինյանը չլինի, էլ չենք խոսում այն մասին, որ այդ խաղաղության համաձայնագրում հայկական օրակարգ ընդհանրապես չկա, որ Ադրբեջանի զինուժը օկուպացրել է Հայաստանի սուվերեն տարածքը եւ չի պատրաստվում դուրս գալ, չկա ռազմագերիների վերադարձ, չկա արցախցիների վերադարձ Արցախ, հայկական հայաստանյան օրակարգ չկա, բայց նույնիսկ այդ օրակարգը, որը 100%-անոց ադրբեջանական է, Ալիևը չի ստորագրելու, որովհետև Ալիևը դեռ ստանալիք ունի, իսկ ստորագրել եւ դրանով իր հետագա ակնկալիքների, ստանալիքների պաշարը սպառել, բնականաբար Ալիևը իդիոտ չի եւ դա
չի անելու։ Ամենօրյա հրադադարի ռեժիմի խախտման կեղծ լուրերի ֆոնին, ընդ որում օրը մի քանի անգամ Նիկոլ Փաշինյանը հրավիրում է իր սիրելի հանրային հեռուստատեսությանը, հարցազրույց է տալիս եւ ըստ էության ձեր ասած հայտարարում է, որ գնալու է սահմանադրության փոփոխության 2027 թվականին, լուծարելու է Մինսկի խումբ, այսինքն այն պահանջները, ինչ Ադրբեջանն է առաջարկել, եւ այդքանից հետո ասում է, որ 7 տարի է ինքը իշխանությանը եւ երբեք Հայաստանը այդքան ինքնիշխան չի եղել։ Գիտեք, ես երբ որ ստիպված եմ լինում ի պաշտոնե որպես քաղաքական գործիչ լսելու Նիկոլ Փաշինյանին, ես ամեն անգամ մտածում եմ, լավ, մենք ոնց չենք խելագարվում։ Մարդը ցինիկաբար, լկտիաբար նստում է հանրայինի եթերում եւ ասում է, կասեք, այս 7 տարվա մեջ ես ինչ եմ զիջել։ Այստեղ ուզում ես ասել, լավ, գիժը մենք ենք, թե դուք եք, մարդը հանձնել է Արցախը, չի զիջել է, հանձնել է Արցախը։ Մարդը հանձնել է Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից Նիկոլի բառերով 400 կիլոմետր ըստ Հրանտ Բագրատյանի ավելի շատ, հանձնվել է Իշխանասարի վերին հատվածը, Ջերմուկի վերին հատվածը, ավելին, դա ըստ էության տեղի է ունեցել սահմանադրական հանցագործություն, սահմանադրական հեղաշրջում Ճակատեն Գորիս հատվածում, երբ որ դու Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից հանձնում ես եւ բանակցում ես այլևս հանձնված սահմաններով առանց հանրաքվեի, հանձնել է Տավուշի ռեգիոնից հսկայական հատվածներ, առաջիկայում պատրաստվում է հանձնել Տիգրանաշենը, Ոսկեպարը եւ ասում է, ես ինչ եմ հանձնել կամ ինչ եմ զիջել։ Նա հիշացնեմ, ընդամենը օրեր առաջ Հայաստանում գտնվող ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Ռասմուսենի հայտարարությունը, որ համաձայնագիրը հնարավոր եղավ ամբողջացնել Հայաստանի կողմից զիջումների արդյունքում, հիշացնեմ Գերմանիայի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը, որ Հայաստանը գնաց համարձակ զիջումների, այսինքն ամբողջ աշխարհը պնդում է, որ ինչ կատարվում է այսօր հայ-ադրբեջանական օրակարգով, դա հայկական կողմի իրանք դա բնորոշում են համարձակ խիզախ զիջումներ, մենք տեսնում ենք, որ ամեն օր շագրենի կաշվի նման մեր երկիրը փոքրանում է, այս մարդը անամոթաբար նստում է հմեկի եթերում եւ ասում է, ինչ եմ զիջել ես, որ ընդհակառակը մենք մեր ինքնիշխանությունն ենք ուժեղացրել։ Գիտեք, երբեմն ես տպավորություն ունեմ տեսնելով նաև քաղաքական դաշտի այս ապատիկ վիճակը, որ Նիկոլ Փաշինյանը ամենաարդար բանն է, որ տեղի է ունեցել մեզ հետ։ Այս աղետը, այս ազգակործան աղետը երևի թե ամենաարդար բանն է, որ մենք չենք կարողանում արդեն 7 տարի այս ազգակործանի ձեռքը բռնել եւ հեռացնել եւ ամեն օր սպասում ենք, թե ինչ նոր աղետ է սա բերելու։ Իսկ նոր աղետը լինելու է ամենայն հավանականությամբ պատերազմի տեսքով, որովհետև այն ստահոդ տեղեկատվությունը, իբր սահմանային էսկալացիաների, որ տարածում է պարբերաբար Ադրբեջանը, իսկ ԵՄ դիտորդները պնդում են, որ հայկական կողմից հրադադարի որևէ խախտում չի եղել, հենց այնպես չի, որ Ադրբեջանի ՊՆ-ն ամեն անգամ հայտարարում է, որ հայկական կողմը խախտել է հրադադարի համաձայնագիրը, խախտել է հրադադարը, սա այս ամենը արվում է նոր էսկալացիա Ադրբեջանի կողմից նախապատրաստելու համար։ Այդ նույն հարցազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ բանակի կերպափոխումը չի խանգարում խաղաղությանը։ Եվ այդ խոսքերը ես հիշեցի 3 Հայաստան-Վրաստան ֆուտբոլային խաղին Նիկոլ Փաշինյանին եւ Պապիկյանին խեղճացած վիճակով տեսնելու։ Մեր բանակի վիճակը ինչպես է գնահատում։ Գիտեք, մենք բանակ, ես չգիտեմ ինքը բանակ ասելով ինչ նկատի ունի,
Եթե նկատի ունի Սասուն Միքայելյանի ասածը, որ մենք պետք է մեզ խելոք պահենք, մենք պետք է խեղճ լինենք, մեր բանակը պետք է խեղճ լինի, որ մեր գլխին չբամբեն, այդ առումով Նիկոլ Փաշինյանը իր խնդիրը լուծել է, Նիկոլ Փաշինյանը կրտել է հայկական բանակը։ Նիկոլ Փաշինյանը տարածաշրջանի ամենաուժեղ բանակը սարքել է կրտած բանակ, սարքել է իր կնոջ արտիքցի ընկերուհու Կլուբնիկի բիզնեսի բանակ, որ ես հիմա չեմ ուզում, ի վերջո նաև անվտանգային խնդիրներ կան, ես չեմ ուզում փոխանցել, թե ինչ են ինձ պարբերաբար փոխանցում դիրքերից պայմանագրային զինծառայողները, թե ինչ պայմաններում են իրանք բարձրանում դիրքեր։ Տավուշի մեր թղթակից լրագրողը փոխանցեց, որ Տավուշի դիրքերի պայմանագրայինները եւ զինվորները 10-ից 15 հազարական դրամ են հավաքում, որ հաց ուտեն։ Այս էլ են դեպքում, երբ որ Նիկոլը ասում էր այն նախկինների տրուսիկ մայկա չունեցող բանակը, ծնողներ են ինձ ամեն օր զանգահարում, ասում են, որ ոչ միայն տրուսիկ ու մայկան ենք տանում, պարբերաբար գումար ենք փոխանցում մեր երեխաների քարտերին, որովհետև սրանք բանակը վերածել են գումարբազության վայրի։ Միայն 24 թվականին սա դատախազի հրապարակած թիմն է, մեր բանակում մենք ունեցել ենք 40 զոհ, որից ընդամենը 4-ն է եղել հակառակորդի կրակոցից, մնացած 36-ը սպանություն, ինքնասպանություն, հիվանդություն, չգիտեմ ինչ ասես, բայց 40-ից ընդամենը 4-ն է եղել հակառակորդի կրակոցից։ Ինչ բանակ։ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ արեց, հայկական բանակը, որը համարվում էր տարածաշրջանի ամենամարտունակ բանակը, 30 տարի ինչը արձանագրել է նաև տարիներ շարունակ թե Ալիևը, թե Զաքիր Հասանովը, մարդը ուղղակիորեն ոչնչացրել է եւ պատահական չի, որ վերջի դեռ այս պահի դրությամբ, որտեվ այդ նախապայմանները անընդհատ ավելանալու են, ադրբեջանական կողմի հերթական նախապայմանն է, որ Հայաստանը պիտի դադարի ուրեմն զինվել, Հայաստանը ավելին ստացած սպառազինությունները պիտի վերադարձնի եւ ինչպես Ալիևն էր ասում, մենք նայում ենք որտեղ էլ եղավ, տեսանք հայկական բանակի սպառազինություն, խփելու ենք թիրախային եւ ոչնչացնելու ենք։ Ինչի մասին է խոսում, ինչ բանակի մասին է խոսում, այս մարդը կապիտուլանտ է ամենտեղ։ Մենք տեսանք նաև Վրաստանում երեք այդ խայտարակ վիճակը, հասկանում եք, այդ խայտ, գիտեք, այդ պարտությունը մարդու մեջից է, եթե մարդը իր տեսակով պարտվող է, հանձնվող է, կռիվ տվող չի, պայքարող չի, լինի սպորտ, լինի քաղաքականություն, լինի հայրենիք հանձնել, մեկ է ինքը պարտվելու է, որովհետև այս մարդը խեղված պատկերացում ունի արժանապատվության մասին, հաղթանակի մասին, այս մարդը մեր պարտությունները համարում է հաղթանակ, հիմա այդպես է համարում, որովհետև իր գլխում անադեկվատ բաներ են տեղի ունենում, թե այդպես է համարում, որովհետև ինքը հզորագույն ավանտյուրիստ, Օստապ Բենդեր եւ մանիպուլատոր է, դա ինձ բացարձակապես չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է այն, որ մենք երկիր ենք կորցնում։ Այս բարդ իրավիճակում, ինչպես արտաքին քաղաքականության, այնպես էլ ներքին քաղաքականության մեջ իշխանությունները խոշտանգում են արցախցու Տիգրան Ուլուբաբյանին։ Դրան զուգահեռ նաև իրավական հետապնդում են սկսում նրա իրավունքները պաշտպանող փաստաբան, ինչպես կգնահատեք այս երևույթը։ Տեսեք, հիշում եք, որ Նիկոլը նոր էր ստանձնել իշխանությունը, ասում էր կրիմինալի դեմ պայքար, գողական ենթամշակույթի դեմ նախագիծ ընդունեցին, ամեն օր Հայաստանի փողոցներում մարդ են սպանում, դանակահարում են, դանակահարությունները հասել է դպրոց։ Ես չեմ խոսում նարկոտիկի մասին, որ հասել են անգամ դպրոցներ, խոշտանգումները ոստիկանական բաժանմունքներում։ Որևէ նախկին իշխանության ժամանակ այսպիսի բան լիներ, Հայաստանի ականջից կբռնեին, 3 վայրկյանում դուրս կշպրտեին Եվրոպայի խորհրդից, միջազգային բոլոր կառույցներից, որտեղ Հայաստանը անդամ է։ Այս կրիմինալը չկա օր, որ մենք չտեսնենք սպանություն, մեկը մեկին նայելու համար կրակում է, դպրոցականներ են իրար դանակահարում, երիտասարդներ են մահանում, ու Նիկոլ Փաշինյանը ուներ այնքան
այնքան հանդգնություն, հա, որ խոսում էր ինչ որ գողական ենթամշակույթի մասին։ Հայաստանը Սիցիլիայի է վերածվել։ Հայաստանը դարձել է ապրելու համար ոչ միայն ամենաթանկ ըստ բոլոր հարցումների, այլ նաև ամենավտանգավոր երկրներից մեկը, որտեղ ամեն օր մենք տեսնում ենք լրահոսում մահ, սպանություն, դանակահարություն, կրակելը, իրար կրակելը դարել է ամենօրյա կենցաղային ինչ որ բան։ Էլ չեմ խոսում մահերը քրեակատարողական հիմնարկներում, նախկինում ես ասում եմ սա որպես մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, մի դեպք քրեակատարողական հիմնարկում լիներ, մի հատ կալանավոր իրան ինքնավնասեր, մենք այնպիսի աղմուկ էինք բարձրացնում, 36-38 մահ միայն 24 թվականին ա եղել քրեակատարողականներում, տարին նոր ա սկսել, արդեն 6 մահ ունենք քրեակատարողականում, որից 4-ը ինքնասպանություն, դուք հասկանում եք սա ինչ զարհուրելի թվեր ա, ու այս մարդիկ փոխանակ հրաժարական տան, գնան խելոք, գլխահակ նստեն հայկական Նյուրնբերգի առաջի շարքում, Գյումրիում կենաց մահու, չգիտեմ, կրիմինալի, վարչական ռեսուրսի խայտառակ կիրառմամբ կռիվ են տալիս իրանց սարիկին անցկացնելու եւ այսպիսով իրանց վերարտադրությունը հետագա մյուս ընտրություններում եւս ապահովելու համար։ Ինչպես կգնահատեք այն փաստը, որ ըստ էության իշխանության գալով թալանը վերադարձնելու կարգախոսով Գյումրիի ընտրություններին Նիկոլ Փաշինյանը գնաց նույն կարգախոսով եւ 7 տարի իր 3 միլիոնանոց վարչապետերը չտեսան այդպես էլ թալանի վերադարձը ու նույն կարգախոսով մտնում են օրից պայքարում։ Չտեսան, տեսան 2010 թվականի մի հատ քնձախ Range Rover, որը ասեցին ակումուլատոր չուներ, այդ քարշակով են բերել, տեսան 0.8 հեկտար վերադարձրած Ծաղկաձորում հող, տեսան 2 սենյականոց վերադարձրած բնակարան, հիշում եք, չէ, նախկինում ինքը ինչ էր խոսում, միլիարդների թալան, ես հաշվել եմ, հա, որ այդ օրական, ասենք մի հատ 10 թվականի Range, հա, չքշվող վերադարձնելով կամ 1 հեկտար հող վերադարձնելով 520 տարի է պահանջվելու, այսինքն հասկանալի էր, չէ, որ այդ ինքը ինչ որ թափահարում էր ըստ հավաստի լուրերի, դրանց առնվազն 99%-ը եղել է սուտ, հիմա գնացել է համայնքային, լոկալ համայնքային ընտրության եւ քանի որ ինքը ուրիշ բան չունի ասելու, քանի որ ինքը իր էլեկտորատին սովորացրել է թալանը, քյաբաբ առ քյաբաբ, լումա առ լումա, մտածում է, որ նորից կարողանալու է խաբել, չի կարողանալու, որովհետև երեք մենք տեսանք, թե ինչ կատարվեց Գյումրիում, երբ որ սրբազան շարժման ներկայացուցիչները այնտեղ էին եւ չեմ վստահում, հա, քվեաթերթիկ էին լրացնում, Գյումրին, որ մշտապես համարվել է, լինենք անկեղծ, Նիկոլի հիմնական հենարաններից մեկը, մենք տեսանք այդ դժոխային ատելությունը եւ դա ասեմ ձեզ ամենուր է որ կա այս ռեժիմի հանդեպ այնպես որ Նիկոլի այդ կներեք այս բարի համար այդ կտերը թալանը քյաբաբ առ քյաբաբ լումա առ լումա այո գալու է լումա առ լումայի քյաբաբ առ քյաբաբի ասաբնյակ առ ասաբնյակի առանձնատուն այլ առանձնատուն հսկայական թանկանոց մեքենա առ մեքենա հարցեր տալու ժամանակը բայց այս իշխանությանը որովհետև մենք տեսանք թե 7 տարվա ընթացքում ինչ ասեմ չեմ ուզում կոպիտ բառ ասեմ կատաստրոֆիկ չքավորները ովքեր ոչ աշխատանք ունեին Երևի 10,000 դրամը իրենց համար լուրջ եկամուտ էր, այսօր տեսնում ենք բացեք հետքը եւ կարդացեք, հա, հետքի նույն Civilnet-ի շարքը սրանց աստղաբաշխական ունեցվածքի մասին, այո, այդ ամենի պատասխան տալու ժամանակը այ իրական թալանի պատասխան տալու ժամանակը հավատացնում եմ ձեզ շատ շուտով գալու է եւ այդ իր մանիպուլատիվ կտերը հա որ մտածում է նորից կխափի նորից է շոուներ կանի ապօրինի անշարժ գույքա էսա այնա
չի աշխատում, որովհետև ես շատ ուշադիր եմ բոլոր vox populi-ներին եւ հստակ ես մոնիտորինգ եմ արել, հա, ինչն է առաջինը, որ նույնականացվում է Նիկոլի անվան հետ, բացի հողատուից, դավաճանից, կապիտուլյանտից, ստախոսը նույնականացված դաջված է նրա ճակատին եւ հիմա ինքը ինչ էլ ասի, նույնիսկ իր հավատավոր էլեկտորատը, որը կարծում եմ այլևս շատ փոքրացել, ինչ որ մի փոքր վտանգավոր ագրեսիվ տոտալիտար սեկտա է դարձել, անգամ նրանք Նիկոլ Փաշինյանի ստերին չեն հավատում։ Միանշանակ է, դուք էլ ձեր խոսքում նշեցիք, որ Գյումրիում ԿՊ-ն չի հաղթելու, այստեղ միանշանակ գնդակ արդեն հայտնվում են ընդդիմության դաշտում, ինչպես է կգնահատում ընդդիմության շանսերը եւ կանխատեսելի է, որ նրանք կարողանան 50+1% հավաքել միայն միավորման դեպքում։ Միանշանակ համաձայն եմ ձեզ հետ, ԿՊ-ի տեխնացուն ինչքան էլ իրանք վարչական ռեսուրս կիրառեն, տեղեկատվություն կա, որ Ջավախքից բերել մարդկանց են գրանցել, տեղեկատվություն կա, որ անգամ հնդիկներն են քվեարկելու, բայց բոլոր այդ պարագաներում չի հավաքելու անհրաժեշտ քվե քաղաքապետ, հա, ընտրվելու համար ԿՊ-ի տեխնացուն, շատ մեծ է ընդդիմության շանսը, իհարկե միավորման դեպքում, ես ավելի քան վստահ եմ, եթե դնեն տարաձայնությունները մի կողմ, նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի, Մարտուն Գրիգորյանի, Ռուբեն Մխիթարյանի ձայները ավելի քան բավարար են լինելու կոալիցիայով ունենալ Գյումրիում իշխանություն եւ Գյումրիից սկսել Նիկոլի հերացման շքերթը, Գյումրիով Չալոյի հետ քայլելով ինքը եկավ եւ կործանեց Արցախը եւ հիմա կործանում է Հայաստանը եւ հիմա բոլոր շանսերը կա Գյումրիով նիկոլական ռեժիմին հրաժեշտ տալու համար եւ եթե ընդդիմությունը դա չանի, ընդդիմությունը մի կողմ չդնի իր ներքին տարաձայնությունները, ով նախկինում ում հետ ինչ խնդիր ա ունեցել, ես հասկանում եմ նաեւ, որ շատ ծանր միգուցե անձնական, ընտանեկան կոնֆլիկտներ են եղել, բայց եթե իրենց համար ավելի բարձր եւ գերակա չլինի հայրենիքը փրկելու շահը, ուրեմն իրենք բոլորը ինձ համար լինելու են պարտված սեփական ամբիցիաներին, սեփական անձնական մանր կամ մեծ կրքերին։ Շնորհակալություն Տիկին Զորաբյան, նման լավատեսական կանխատեսումներով են հուսանք լավատեսական եւ հուսանք եւ Ռուբեն Մխիթարյանը, գիտեմ որ Ռուբենը պատրաստ է եւ Մարտունը եւ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը վստահ եմ իրենց ձայները բավարար է լինելու նիկոլիզմը Գյումրիից վերացնելու եւ այդտեղից նիկոլիզմի հերացման շքերթը սկսելու համար։ Եթե չանեն, եթե մի կողմ չդնեն իրենց ամբիցիաները, ուրեմն այն ամենը, ինչ հիմա իրանք խոսում են, որ ամեն ինչից վեր հայրենիքի փրկությունն է, ուրեմն այդ ամենը սուտ է։ Շնորհակալություն հետաքրքիր եւ բովանդակալից զրույցի համար։ Պանորամայում հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, մեր հյուրն էր հասարակական քաղաքական գործիչ Նաիրա Զորաբյանը։ Շնորհակալություն մեզ ունկնդրելու համար։ Կհանդիպենք առաջիկա եթերներում, ցտես։